Վկաների բացակայության պատճառով հետաձգված դատական նիստը հակակոռուպցիոն դատարանն այսօր է շարունակել։ Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման առաջին ժամկետներին վերաբերող այսպես կոչված ապօրինի օտարումների գործով 3 վկա է հարցաքննվել։ Նրանցից մեկը հողամասի սեփականատեր է, մյուսը այդ հողամասի աճուրդին է մասնակցել։ Երկուսի խոսքով էլ այդ ընթացքում չեն լսել Վարդան Ղուկասյանի ներգրավվածության մասին։ Երրորդ վկան, որ Ղուկասյանի պաշտոնավարման առաջին ժամկետների ընթացքում նրա աշխատակազմի քարտուղարն է եղել, հայտարարել է, որ հողամասերի օտարման աշխատանքները կոորդինացրել են քաղաքի գլխավոր ճարտարապետը, իրավաբանական եւ հողօգտագործման բաժինների պետերը, նույնը պնդել է Վարդան Ղուկասյանը։ 30 հոգի, 40 հոգի աշխատում է քաղաքապետարանում, որոնք մասնակիցներ են եւ այդ գործունեությունը իրանք են ծավալում։ Այս խոսքերը գցել եք ոդաց տակ։ Քաղաքապետը ընդհանրապես այդտեղ անելու գործառույթ չունի, վերջում նրանց արածը հաստատում է, կարող եւ չհաստատի։ Քաղաքական պատվեր է այս դատական գործը Վարդան Ղուկասյանի համոզմամբ։ Ղուկասյանը պատմել է, թե ինչ հատակագիծ ուներ Գյումրին իր պաշտոնավարման առաջին ժամկետի սկզբին։ Երկրաշարժից հետո եկել են, ոնց որ Մոսկվայի, ասում է մի քառակուսի մետր ճանապարհի վրա են։ Երկրաշարժից հետո 90% քաղաքը ավիրված, 90% շենքշինություններն ավարված, 45,000 տնագներ են հեռացրել։ Ղուկասյանի խոսքով, եթե հողերի օտարման գործընթացում սխալներ կամ հանցանքներ կան, իր մեղքն այնքան է, որքան պետական այլ կառույցների ղեկավարներինը։ Դատախազությունը պետք է մեղադրանքը առաջադրի եւ իմ ժամանակահատվածի աշխատող մարզպետներին։ Նույն հոդվածը պետք է առաջադրեք քաղաքաշինության նախարարին, քաղաքատեսչության պետին, տարածքային կառավարման նախարարին, ֆինանսների նախարարին, նախարարների վերահսկող ծառայության պետերին։ Այս հայտարարությամբ Ղուկասյանը փորձել է ցույց տալ, որ աբսուրդային է իրեն առաջադրված մեղադրանքը, վստահ է փաստաբանը։ Եթե դատախազությունը պնդում է, որ պարոն Ղուկասյանը հանցագործություն արել է, դեպաբար հանցագործությունը արել նաև պարոն Ղուկասյանի թվարկած բոլոր կառույցների պատասխանատու անձինք, եւ տրամաբանական է դա։ Սրա մասին է խոսքը։ Բայց ոչ պարոն Ղուկասյանը, ոչ էլ այդ անձինք չպետք է դատվեն, որովհետև ոչ պարոն Ղուկասյանը, ոչ էլ այդ անձինք հանցանք չեն արել։ 3 վկայի հարցաքննելուց հետո դատարանը հետաձգել է նիստը մինչև հաջորդ տարվա փետրվար։ Նախքան կալանավայր տեղափոխվել է, Ղուկասյանն իր ամանոր յուղերձն է հասցրել փոխանցել։ 2026 թվականին ամենակարևորը մաղթում է խաղաղություն հայոց երկրի։ Այն հայերը, որոնք սիրում են հայրենիք, որոնք խիղճ ունեն, որոնք հավատք ունեն, երկիրը անցնի նմանատիպ մարդկանց ձեռքը։ Ալբերտ Սերոբյան, Միլենա Պողոսյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։